Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, եւ հիմա մեր հյուրն է Իսրայելից, Արտյոմ Չեռնոմորյանը, ում հետ պետք է քննարկենք վերջին իրադարձությունները։ Գիտեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցրեց Իրանին, Իրանի ատոմային օբյեկտներին, այն ինքնաթիռներով եւ այն ռումբերով, որոնք որ դեռևս չէին կիրառվել աշխարհում կոնկրետ պատերազմական գործողությունների մեջ։ Տարբեր տեղեկություններ կան, դրանից հետո Իրանը նաև հարվածներ հասցրեց Իսրայելին եւ նրանք պնդում են, որ գերժամանակակից հրթիռներով են հարվածել։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս վերջին հարվածի ընթացքում բազմաթիվ վիրավորներ են եղել, կարծում եմ նաև զոհեր եւս ունի, չէ՞։ Իսրայելական կողմը, պարոն Ոչ, Չեռնոմորյան։ զոհեր չունենք։ Ոչ, զոհեր չունենք։ Բայց այնուամենայնիվ Ծանր վիրավորներ կան։ Այնուամենայնիվ բավականին շատ են վիրավորները։ Պարոն Չեռնոմորյան, կրկին բարև ձեզ, շնորհակալ ենք, որ մեզ միացաք։ Ինչ իրավիճակ է հիմա Իսրայելում, արդյոք այդ պնդումները Իրանի, որ հրթիռը նոր է, նոր տեսակի էր, ճիշտ է, եւ ինչ արձագանք կա ամերիկյան հարվածից, ինչ տեղեկություններ կան նոր ընդհանուր առմամբ։ Շնորհակալություն, երբ որ Տրամփն ասում էր երկու շաբաթվա մեջ կմտածեմ ու միևնույն ժամանակ ուղարկում էր արդեն ասենք նոր տոպի երկու Spirit օդանավերը, ռմբակոծիչները մեր զավար արևելք, սա արդեն պարզ էր, որ այդ նույն օրը կամ հաջորդող ժամերին պետք է լիներ այդ հարձակումը եւ այդ հարձակումը փաստորեն տեղի ունեցավ։ Հիշում եք, մենք երեք կապի մեջ ենք եւ ես ասացի, որ սպասեք, տեսնեք այսօր ինչ է լինելու եւ մեր կանխատեսումները իրականացան, գիշերը հարվածը հասցվեց։ Այսինքն ցավոք սրտի վերջին ժամանակներս այդ ոչ լավ կանխատեսումներն էլ այդքան էլ լավ չեն, բայց սա իրականությունն է։ Հարձակումը տեղի ունեցավ, հիմա իսրայելյան լրատվամիջոցներն ասում են, որ Ֆորդոն վնասվել է, շատ ծանր վնասվածքներ է ստացել այդ հիմնական գլխավոր ամերիկյան հարվածից հետո, բայց այն չի ոչնչացվել, այսինքն ճիշտ է, ժամանակ է պետք այն վերականգնելու եւ ասում են, որ Ուրանը, ասենք ամբողջ միջազգային լրատվամիջոցներն ասում են, որ Իրանը այնտեղից ուրանը հեռացրել է, այսինքն այնտեղ ուրան չի եղել Արբանյակային նկարներ, որ մեծ բեռնատար մեքենաներով հեռացրել է, բայց եթե այդ նկարները ունեն լրատվամիջոցները, պարզ է, որ ունի դա իսրայելական կողմը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ թողել են տեսնեն, թե ուր են տանելու։ Հավանական է այդպես եւ նաեւ այդ Tomahawk հրթիռների 30 Tomahawk-ների հարձակումն են, ասենք մնացած օբյեկտներին միջուկային։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ այս մտածված ամերիկա-իսրայելական ծրագիրը նրանք իրագործեցին քաղաքական մի շարք պատճառներով եւ այլն։ Այժմ հետևանքների մասին, այո, չգիտեմ նորագույն ինչ հրթիռներ են օգտագործել, բայց փաստն այն է, որ տոկոսային առումով այսօր շատ ցածր էր Իսրայելի ուրմնոթային պաշտպանությունը եւ 31/3-ից ավելի, եթե հաշվենք, որ 30 հրթիռ են կրակել, 11 ընկել է Իսրայելի տարածքում, սա անում է 1/3-ն, այսինքն 70% են հակաօդային պաշտպանությունը աշխատի այս դեպքում, որը ասենք տվյալ պարագայում շատ ցածր ցուցանիշ է եւ 11 հրթիռ ընկել է Իսրայելի տարբեր շրջաններում, հիմնականում կենտրոնում է հարվածը թիրախավորվել է կենտրոնը եւ հյուսիսային Հայֆա քաղաքը, զրուցել եմ եւ կենտրոնի եւ հյուսիսային ու կենտրոնում է զրուցել, մենք ենք ապրում կենտրոնում, գիտենք ասենք որտեղ ինչ հայեր են ապրում, որ քաղաք հիմնականում Ramat Aviv կոչված Թել Ավիվի թաղամասերից մեկը հին Ramat Aviv թաղամասն է խոցվել եւ Հայֆայում է հրթիռ ընկել, հիմնական հարվածը երկրի կենտրոնի վրա է եւ ասեմ, որ այո, այս անգամ բավականին լուրջ ավերածություններ են առաջացել քաղաքում, այնպես չէ, որ ասենք քաղաքը ամբողջությամբ ասենքն փլատակների է վերածվել չէ, բայց այն հատվածներում, որոնք որ ընկել են թեկուզ վնասված հրթիռների կտորները եւ ասենք նաեւ ուղիղ հրթիռ է խոցել, ասենք բնակելի շենքերը, այդտեղ բավականին լուրջ ավերվածություններ կան, ես այսօր ողջ օրը ասենք աշխատանքի բերումով զբաղված էի Թել Ավիվի եւ Ռամադանի այն տարհանվածների հիմնախնդիրներով
այսօր Իսրայելում ձեռնարկությունները չեն աշխատում, ասենք փողոցները կրկին դատարկ են, շատ հատուկ մեքենաներ առավոտյան կարող էր հանդիպել, որովհետև բավականին ուժգու հարված տեղի ունեցավ Իսրայելի տարածքի վրա։ Ամենայն դեպս ես հակված եմ այն պետական պաշտոնական թվերը, որ Իսրայելի թիկունքի ծառայությունը հաշվված հրթիռների հետ կապված ներկայացնում է, ցանկացած պաշտոնական թիվ իհարկե մեզանում կասկածներ է առաջացնում։ Իմ մոտ կասկած չի առաջացնում, ասենք, զոհերի, վիրավորների թիվը, որովհետև այս պարագայում մենք կարող ենք մարդկանց հետ կոնկրետ ճշտել, հա, եւ լրատվամիջոցները ճշտում են կոնկրետ զոհերի թվի եւ վիրավորների թվի հետ կապված տվյալները, իսկ ասենք, քանի հրթիռ է ընկել եւ հակաօդային պաշտպանությունը որքանն է ֆիքսել, հնարավոր է որ հակաօդային պաշտպանությունը նույնիսկ այդ որոշ հրթիռները նույնիսկ չի էլ ֆիքսել։ Օրինակ Հայֆայում այսօր հրթիռներից մեկը ընկավ ասենք առանց տագնապի ազդանշանի, մարդիկ ուղղակի կանգնած շենքի մոտ ու պատահաբար հրթիռը ընկնում է առանց ազդանշանի, առանց հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի, հասկանում եք։ Այսինքն սա ամենայն դեպս էլեկտրոնիկա է, տեխնիկա է եւ միշտ չէ որ ասենք մի հատ Իրոք համակարգչային իրանական էրորի պատճառով հայտարարությունները կարող է հսկայական վնասներ։ Հաստատի իրանական հայտարարությունները ինչ որ միտեղ ճիշտ էին, որ նոր հրթիռ է կիրառվել։ Այո, այսօրվա հետ կապված ինչ որ մետեղ ճիշտ են, որովհետև մեր մոտ 30-ից ավելի հրթիռ են բաց թողել, ըստ պաշտոնական տվյալների, եւ դրանցից 11-ը խոցել է, բայց խաղաղ բնակչությանն են թիրախավորում, հասկանում եք, Չէ, ուրիշ հարց է սա, չեն պարոն թիրախավորում, Չերնոմարյան։ ասենք ինչպես Հասկանում Իսրայելն եմ է ձեր ասածը, թիրախավորում ուղղակի հա, հասկանում եմ ձեր ասածը, խաղաղ բնակչությանն են թիրախավորում, բայց համապատասխանում է իրականության այդ հայտարարությունը։ Դա է փաստը, որ այդ հրթիռները նոր են։ Այո, այսինքն որ 70%-ով է մեր հոգին աշխատել, նոր են թե նոր չեն չեմ կարող ասել, փաստն այն է, որ 70%-ով են պաշտպանել երկինքը, սովորաբար տոկոսային հարաբերությամբ ըստ իրենց ներկայացած տվյալների մոտ 5%-ից 10%-ն է ընկնում, այսօր 30% էր։ Թե ինչպիսի հրթիռ են օգտագործել, սրա դիմաց էլ կարող են հաստատ, բայց այստեղ այս պատերազմը, որ Նեթանյահուն ու Տրամպը սկսեցին, սրա հետևանքները, հասկանում եք, Խաբերշական պատերազմ սկսելը շատ բազմագլխիկ հեշտ է։ խաբերշական բազմագլխիկ հրթիռ են օգտագործել, որը որ չի երևում ձեր ռադարների համար։ Այդպես է տեղեկությունը տված։ Նաև կա տեղեկություն, որ հարվածել են Բեն-Գուրիոն օդանավակայանին, կենսաբանական հետազոտությունների կենտրոնին։ Եղել է այդպես բան, պարոն Չերնոմորյան, հա։ Ոչ, ես կարող եմ հերքել հենց այսօր, ես Park Safari աշխատակցուին իմ մոտ էր աշխատանքի վայրում եկել էր Ռամադգան քաղաքում է, Park Safari-ն է, այնտեղ մենք ունենք շատ հազվագյուտ կենտանիներ հավաքված, իրոք կենտամաբանական այգի է, բաց այգի է, ինչպես աֆրիկական սաֆարիներն են, եւ նրա աշխատակցուհին անունը չտամ, այսօր ամբողջ օր միասին ենք անցկացրել եւ ասենք ինքը պատմեց ինձ թե ինչ իրավիճակ է, որ հրթիռները ասենք ընկնում են տարածքում եւ կենթանիներն իհարկե վախենում են եւ այդ դժվար է կենթանիներն այս ստրեսային իրավիճակից այնուհետև դուրս բերել, որովհետեւ ամենայն դեպս կենթանիներ են։ Բաց տարածքում փիղը ման է գալիս, ասենք Իսրայելում մի հատ փիղ կա, անունը Յոսի է, միջազգային, ասենք ամբողջ աշխարհում ամենամեծ փիղն է աֆրիկական, որը ծնվել է ասենք Իսրայելում ոչ վայրի պայմաններում, նրա ծնողները վայրի աֆրիկական փղեր են։ Շատ հետաքրքիր փիղ է, ասենք հոկեբաններով, գերմանական հոկեբաններ հրավիրելով բան, ասենք էկերին շատ չի սիրում, բայց չխորանանք։ Ամենայն դեպս Յոսի փիղներ էր այսօր բավականին այսպես զայրացած իրանցիների ուղարկած հրթիռներից։ Իսկ ինչ կարծիք ունեք Ամերիկայի Միացյալ Նահանգների այս գործողությունից։ Ինչ տեղեկություններ կան, նոր մանրամասներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի եւ տարբեր մամլո ասուլիսների արդյունքների մասին գիտեք, հայտարարությունների մասին լսել եք, ասում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստորեն Իրանին հարվածել Իրանի միջուկային ծրագրերին, Իրանի պետության դեմ սա հարված չէր, Իրանի ժողովրդի դեմ սա հարված չէր ու պետք է Իրանը այսուհետ խաղաղության մասին մտածի, խաղաղության ուղղությամբ գնա, բայց այաթոլլաների մոռանում է Դոնալդ Թրամպը, որ գործ ունի ինքը այաթոլլաների ռեժիմի հետ,
մի Արդեն ռեժիմ, որ հակոստի ասենք ներմուծն են փակում, այո, որ հենց նոր Իսրայելյան շարժել։ հետազոտությունը այդ մասին էր խոսում, որ նեղուցը ուզում են փակեն, Հորմուզի նեղուցն են ուզում փակեն, դրանով անցնում է աշխարհի նավթի ու գազի 30%-ը։ Այո, Եթե ասենք դա փակեցին, ուրեմն Իրանին արդեն բոլորը կսկսեն հարվածել եւ ոչ միայն ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իսրայել։ Այստեղ գիտեք ինչ, պատերազմը սկսեցին, լավ, ունեն իրենք հաշվարկները, չէ՞։ Պատկերացրեք այս ողջ ֆարսը, այս թատերական ներկայացումը մինչև 15 խփելը, չխփելը, հետո Ամերիկայի պոչ խաղացնելը, երկու շաբաթվա մեջ կասենք, չենք ասի բան, սա ամբողջը ես կարծում եմ թատերական լավ ներկայացում էր, գրված է հստակ սցենար, որքանով որ ես հասկանում եմ, այդ սցենարում էլ ըստ որոշ իսրայելյան զինվորականների բարձրաստիճան, որոնք ասենք չեն ներկայանում հարցազրույցների տարբեր ժամանակ, ասում են, որ նույնիսկ Իսրայելը շատ ավելի ծանր հարվածների էր սպասում Իրանից, քան այսօր ստանում է, եւ ըստ իրենց անալիզների Իրանի պետության, ասենք, երկու օրվա ընթացքում գրեթե ողջ հոբ համակարգը շարքից դուրս բերելը եւ իրենց այդ հրթիռային հրթիռների արձակման կայանների մեծ մասի շարքից դուրս բերելը բավականին լուրջ ձեռքբերում են նրանք համարում, բայց այստեղ հարցը հետեւյալն է, ելքը ո՞րն է։ Ասենք այաթոլլաների ռեժիմը չհամաձայնեց, ենթադրենք Թրամփի խաղաղության առաջարկին, ենթադրենք, հա։ Ինչ է անելու, Հորմուզի նեղուցը փակեցին, աշխարհի 30% նավթը կտրեցին, հետո ինչ է լինելու։ պարոն Սա արդեն Չերնոմերյան, բերում իրականում այլ ավելի հարց է հետաքրքրում։ Մեր ժողովուրդը բավականին գիտեք զգացմունքային ժողովուրդ է եւ վերջին օրերին հստակ երևում է, որ շատերը աջակցում են Իրանին եւ դա կապված է Արցախի դեմ ադրբեջանական պատերազմից ագրեսիայի հետ է կապված, երբ որ Իսրայելը օգնեց, դա ուրիշ հարց է, նաեւ Իրանի դիրքորոշման հետ է կապված Հայաստանի նկատմամբ, նաեւ այն, որ Հայաստանի բարեկամ ժողովուրդ է, բայց շատերը փորձում են կտրվել իրականությունից եւ չեն տեսնում այն, որ Իրանը իրականում պարտվում է այս պատերազմում եւ պետք է եւ պարտվեր, այսինքն տեխնիկական հնարավորությունները չեն թույլ տալիս հաղթանակ տանել։ Եվ այդ դաշնակիցները, որը որ ունի Իրանը, Ռուսաստանի գլխավորությամբ նույնպես չեն կարող օգնել Իրանին, որ Իրանը կարողանա հաղթանակ տանել։ Չեն տեսնում նաև այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմա ազդեցությունն է ավելանալու տարածաշրջանում, որի հետևանքով այո, Ուկրաինայում դիրքերը թուլանալու են, Ռուսաստանի դիրքերն են թուլանալու, ինչը բնականաբար լավ է անդրադառնալու մեր վրա։ Եթե ռեժիմը ընկնի Իրանում, դա նույնպես միանշանակ լավ կանդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Հնդկաստանով, Իրանով, Հայաստանով, Վրաստանով, Սևծովով դեպի Եվրոպա ծրագիրը ավելի իրատեսական կդառնա, համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Հիմա այո, համաձայն եմ, ասեք։ հիմա հարցը հետեւյալն է, պարոն Չերնոմերյան, ես սա ասում եմ, որ հետո դուք ամբողջությամբ կարողանաք արտահայտվել ձեր մտքերը ասեք։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները խոցել է Ֆորդոն, բայց ոչ հաջողակ է խոցել եւ Իրանը այնուամենայնիվ կարողանա շարունակել ուրանը հարստացնել, դա խնդիրներ է ստեղծելու։ Կա խոսք, որ ատոմային ռումբով եւս հարված տեղի ունի։ Այս հարցին էլ կանդրադառնաք, բայց միակ հարցը չէ։ Եթե հանել է դուրս Իրանը հարստացված ուրանը, դրանից բացի անցած տարի խոսք կար, որ Իրանը արդեն գետնի տակ փորձարկել է ատոմային ռումբ, քանի որ երկրաշարժ են ֆիքսել բոլորը, ոչ սովորական երկրաշարժ։ Ասում էին 1 ամիս է մնացել, 1 տարի է անցել, հիմա էլի ասում են 1 ամիս է մնացել։ Ընդհանուր առմամբ այն, ինչ ես նշեցի, ինչի մասին խոսեցի, ինչ կարող եք դուք ասել այս ամենի, թե աշխարհակաղակականի մասով եւ թե այս պատերազմի հնարավոր սցենարների մասով։ Հնարավոր է ունի արդեն Իրանը ատոմային զենք։ Մի քիչ Գիտեք ինչ, երկար է։ ես անկեղծ ասեմ, այո, ես այդքան էլ շատ չեմ հավատում Իրանի ունեցած ատոմային զենքի մասին, որովհետև այս վերջերս մի հատ ծիծաղալի ամերիկյան տեսահոլովակ նայեցի, երբ Նատանյահուն 2013 թվականից կարծեմ 13, 15, հետո 18, հետո ամեն անգամ մակում կամ տարբեր տեղ ռումբեր էր նկարում, հետո ռումբերը քանի գնաց կատարելագործեց, ասենք անընդհատ ասում էր, որ այսօր վաղը Իրանը
ատոմային ռումբ կունենա եւ այլն, այսինքն անդադ այդ քողի տակ առաջարկում էր Իրանի վրա ոչ միջազգային հանրությունը, որ հարձակվի ու Իրանի միջուկային ծրագրերն ու նրանք իհարկե հերատես էին, հերո էին մտածում, որ Իրանը մի օր կարող է կա դրան հասնի։ Դե մենք միասին չունենք այդ հետախուզական տվյալները, թե քանի աստիճան է, ասենք ուրանի հարստացած ուրան ունի Իրանը, բայց ինչ էլ որ ունենա սա այս բալիստիկ հրթիռների մեջ, որ տեղավորի ու կրակի, սա արդեն լավ չի կարող անդրադառնալ Իսրայելի ժողովրդի վրա։ Միանշանակ է եւ այն Որքան հարցին, թե իրատեսական է այդ սցենարը, եթե ատոմային ռումբ օգտագործվի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից, ավելի շուտ Իսրայելի, որպեսզի ոչնչացնեն այդ ատոմային օբյեկտները, եթե հիմա չի ստացվել ես ոչնչացնել, չեմ կարծում, որ Իսրայելը կարող է նման նման։ Ոչ, ես բացառում եմ, ասենք Իսրայելի կողմից ատոմային ռումբի օգտագործումը, ատոմային մարտակղզիների օգտագործումը, դրա համար Իսրայելը չունենալով նման միջոցներ, ասենք GBU 57 տեսակի ծանր այդ ռումբերը փորձարկելու չունենալով նման հնարավորություններ, խնդրեց իր դաշնակցին, իր դաշնակիցներից ձեռք մեկնեց, եկավ, սպասեց մինչև Իսրայելը ողջ օդը կմաքրի հակաօդային պաշտպանությունը, ամերիկացիներին զեկուցեցին, թե որ փուլում է արդեն Իրանի վրա հարձակումը հասել, դրա համար Թրամփը որոշեց նման հրաման տալ եւ փորձեցին կապիտուլյացիայի ենթարկել Իրանին, բայց Իրանը այդպես հեշտ կապիտուլյացիայի ենթարկվողներից չէ, ցավոք սրտի, որը օրինակ իրեն համար շատ վատ է անդրադառնալ, եթե Իրանում ասենք շահի իշխանությունը վերականգնվի, որ հիմա արդեն Արդեն շահի որդին չէ, արդեն քաղաքական այդ դեպքում Հայաստանի համար շատ ավելի լավ կլինի կիսա դեմոկրատական, ասենք, արևմուտքի հետ բարեկամ Իրան ունենալ, քան ներկայիս այաթոլլաների ռեժիմ։ այո, Այդ դեպքում արդեն դուք ինչպես նշեցիք, եւ զենքը կգա, եւ արևմտյան ներդրումները կհոսքը կշատանա, ֆրանսիական ներդրումները կշատանան Իրանում, եւ ամերիկյան ներդրումները, եւ Իրանի ժողովուրդը չալմաների, չադրաներից դրանցից կձերբազատվի, այլևս մարդկանց ոստիկանություններում չեն սպանի չադրա չունենալու համար կամ մարդկանց վերամբարձ կրունկների վրա Թեհրանի կենտրոնում չեն կախաղան բարձրացնի մեզ համար այս մերն է կարևոր, այաթոլլաները։ պարոն Չեռնոմորյան։ Մեզ համար կարևոր է, որ Իրանը համարվի Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Այո, եթե Իրանը դառնա, պատկերացրեք, եթե Իրանը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակից, արևմտյան երկրների դաշնակից, ինչպես մյուս արաբական պետություններն են, մենք փաստորեն կունենանք պրոհայկական դաշնակից շիա պետություն։ Այսինքն այս պարագայում Ադրբեջանի եւ հնարավորությունները զգալի կնվազեն ունենալով նման ավելի արևմտամետ ուրեմն շիա պետություն, այս դեպքում արդեն սա նաև մարտահրավերները իր մեջ պարունակում Ադրբեջանին ու Թուրքիային, եթե ասենք նման բան տեղի ունենա, բայց անկեղծ ասած ես այդքան լավատես չեմ, պարոն Այվազյան։ Ընդհանրապես այս թեմայի հետ կապված լավատես չեմ, որտեղ այսօր եվրոպացիներն ու ամերիկացիները գաղտնի անդրկուլիսյան բանակցություններում խոսում են այաթոլլաների ռեժիմի փոփոխության մասին, բայց վախենում են, որ իրաքյան սցենարը հնարավոր է, որ Իրանում տեղի ունենա, ինչը տեղի ունեցավ Իրաքում, այդ մասնատումը, այդ տարբեր կլանները, տարբեր ցեղամիությունները Դա եւ այլն, ամենաահավոր ուզբեկներն սցենարն առանց է մեր համար։ Այո, Ամենաահավոր եւ սցենարը։ սա հիմնականում այս սցենարն են քննարկում, որովհետեւ Իրան առաջին Իսրայելը բացեց օդը, թույլ տվեց, որ թռնի Եվրոպա եւ եվրոպացի ու ամերիկացի դիվանագետների հետ խոսի եւ իմ կարծիքով նրան առաջարկվել է այաթոլլաների ռեժիմին փոփոխություն անել, ասենք հիմիկվա Հոմեյնիին հանել, տեղը ուրիշ մարդ նշանակել ենթադրեք Խոմեյնին կորել է, պարոն Չեռնոմորյան։ այաթոլլաներից Հոմենի տեղը իսրայելցիները գիտեն, ուղղակի դեռ չեն ուզում հարվածեն, ես վստահ եմ։ Բայց կա ինքը Ինքը գոյություն բունկերում ունի։ է։ Իսրայելը ասում է, որ այո, կա։ Այսինքն ձեր մոտ խոսվում է, որ կա, քանի որ տեղեկություններ կա, Այո, որ ինքը կա հարձակումներ, ասենք իր այդ բունկերի վրա տեղի ունեցել է, բայց մինչև այդ ռեժիմների կողմից այդ մարդու կենթանի լինելու հարցը ուրեմն պարզ դառնա, կարող է 1 ամիս անցնել, հա, մեկ ամիս հետո պարզվի, որ այաթոլլան չկա, բայց իրականում մահացել է 1 ամիս առաջ, մինչև իշխանություն իրար մեջ կբաժանեն, նոր մարդ կնշանակեն, չեք հիշում Ադրբեջանի տարբերակը, որ հայրը մահացել էր, որդին հələ բան չէր, չեն հայտարարում, որ հայրը մահացել է Ալիևը։
Հայր Ալիևը։ Մի խոսքով, սա շատ բարդ ուրեմն այստեղ կոֆեի սրճի բանի վրա չեմ ուզում կուշակություն անել, բայց երկու տարբերակ այս պահին, պարոն Այվազյան, մենք ունենք։ Առաջին տարբերակը, որ եթե շահը հաստատվի շահի ուրեմն միապետությունը Իրանում, այդ դեպքում մենք շատ լավ կլինի Հայաստանի համար։ Իսկ եթե ասենք այո, իսկ եթե այս այաթոլլաների ռեժիմը մնա, շատ ավելի ծանր կլինի մեր համար, որովհետև այս ռեժիմը կշարունակի իր գործունեությունը եւ անընդհատ մեր հայրիս համար արհեստական խոչընդոտներ կլինեն մեր զենքը Հնդկաստանից բերելու հետ կապված, ինչպես նաեւ գիտեք, իրենց ադրբեջանցի է Հոմեյնեին ծնունդով, ազգությամբ եւ իր վերաբերմունք, ասենք Իլհամ Ալիևի, նաեւ ասենք Արցախի միավորման, մնացած հայկական հողերի, Ադրբեջանի միասնականության հետ կապված բոլորս հայտնի է։ Առաջինը նրանք են գնացել ադրբեջանցիներին շնորհավորել ու ասում են, որ նրանք բարեկամ ժողովուրդ են։ Սա է հարցը։ Հիմա իսկ երրորդ տարբերակը, որ ասված մի առասցի, ասենք այաթոլլան կենթանի չէ եւ իր նշանակած մարտուն էլ իրանցիները չուզեն ու լինի քաոս, ինչպես Իրաքում տեղ ունեցավ, սա մեր համար ամենասարսափելի, չգիտեմ, անցանկալի ուրեմն սցենարը կարող է լինել ու այստեղ հարցը ծագում թե Հայաստանի կառավարությունը վերլուծել, ասենք բոլոր 3 տարբերակներում ինչ գործողություններ պետք է իրականացնեն։ Ասենք ունեն կոնկրետ վերլուծություն, թե շահը եկավ, թե սա եղավ, թե նա եղավ։ Ինչ են մեր կառավարիչները, մեր ղեկավարությունը անելու։ Ես այս սրա վրա եմ շատ մտածում այժմ։ Ասենք ու նաև սարսափելի ինչքան այս պատերազմը շարունակվի, իրանցիները անընդհատ կհեղեղեն Հայաստանը։ Իրենք ասենք շատ չեն սիրում ադրբեջանցիներն, ինձ թվում է հիմնական մասը իրանցիները մեր ճանապարհով կանցնեն։ Իսկ մեր ճանապարհով, գիտեք, եթե 12 միլիոն ադրբեջանցի կա Իրանում ապրող, Իրանի ազնագիր ունեցող, հիմա մեր հadoop ծառայությունները կամ սահմանապանեն այդ հսկայական հազարավոր մարդկանց քանակի մեջ ինչպես են լրտեսներին ուրեմն առանձնացնելու։ Իդեպ լրտեսների մասին խոսեցինք, գիտեք, որ երեք Կիպրոսում իսրայելցիների վրա ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել, ընդ որում այդ փորձը ուզեցել է կատարել Ադրբեջանի մի քաղաքացի, Ադրբեջանի ազգությամբ ադրբեջանցի։ Ոչ, պարոն Չեռնոմորյան, դերակ չեմ։ Այս սա շատ հետաքրքիր փաստ է, երեք իսրայելյան հատուկ ծառայություններն էին հայտարարել սրա մասին, որ ասենք Կիպրոսում հավաքված են տասնյակ հազարավոր հրեաներ, որ սպասում են հետ գան տուն, եւ նրանց նկատմամբ ադրբեջանցին բավական երկար հետախուզություն է իրականացել, հետևել է հրեաներին այդ օրեր շարունակ Կիպրոսում, Լեռնակայում եւ նաև ցանկացել է նրանց սպանել, այսինքն հարձակում կազմակերպել հրեաների նկատմամբ եւ այդ հարձակումը Իսրայելի հատուկ ծառայությունների օգնությամբ կարողացել են չեզոքացնել հույն իրավապահները։ Այսինքն ադրբեջանցիները ոչ միայն աշխատում են Իրանի համար Ադրբեջանում, այլ նաև աշխատում են Իրանի համար Իսրայելի սահմաններից դուրս, որպեսզի վնաս տան Իսրայելի քաղաքացիներին եւ չնայած սա այս ահաբեկիչները, տերորիստները, ես սրանց հարձակումները, եթե դրանք աստված մի առաստե գրանցվեն, որևէ ձևով չեն ազդի հրեա ադրբեջանական հարաբերությունների վրա։ Եվ հիմա արդեն ես վստահ եմ, որ այս Իրանի թեման փակելուց հետո Իսրայելը, եթե տեսնենք ինչպես է փակվում, ինչպես է հաշիվը փակվում այս ամբողջ կերուխումի, ով է վերջում հաշիվը փակելու։ Ես օրինակ ձեզ մի հետաքրքիր բան պատմեմ, այս օրերին կարծես թե իմ համար հարցում եմ իրականացնում իսրայելցիների շրջանում։ Այն իսրայելցիները, որոնք մի քանի ցես հետաքրքիր թվային տվյալներ ներկայացնեմ, պարոն Այվազյան, որ դեռ ձեր հեռուստադիտողները չգիտեն։ Այս պահի դրությամբ մենք ունենք 24 սպանված մարդ պաշտոնապես եւ 530-ից ավելի, այսօր եւս 23 հոգին գումարվեցին այս վիրավորների թվին։ Հիմա արդեն մոտ 570-ի կարգի վիրավորներ ունենք, որոնցից 90-ը դեռ հիվանդանոցներում են, իսկ նրանցից մի մասը ծանր վիճակում են, կոնկրետ չգիտեմ թե քանիսն են ծանր վիճակում։ Նաև մեկ կարևոր փաստ, 10,000 մարդ մնացել է անտուն այս հրթիռային հարձակումների պատճառով, 22,000 մարդ դիմել է Իսրայելի կառավարության հատուկ բաժնին, որպեսզի փոխհատուցում ստանա իր տների ավերվածության հետ կապված։
Սա պաշտոնական իսրայելյան թվերն են այս պահին եղած, բայց սա չի ընդգրկում այսօրվա հարվածները։ 11 հրթիռը սրա մեջ չի մտնում։ Պատկերացրեք, եւս մի քանի հազար հոգի մարդ կգրանցվի, եւ ես իսրայելցիներին այսօր հարցնում եմ, ասում եմ՝ ժողովուրդ, ասենք դուք անընդհատ ասում եք, որ ձեր ապագայի համար շատ կարևոր է Իրանի միջուկային ծրագրի չեզոքացումը, որ ձեզ այդպես ասենք անընդհատ ասում է ձեր կառավարությունը, բայց դուք ինչ գին եք պատրաստ վճարել, դուք պատրաստ եք այս գինը վճարել, որ ասենք ձեր կառավարությունը նման ծանր պատերազմ մղի իրենից շատ անգամներ մեծ պետության ու շատ հզոր պետության դեմ, ինչքան էլ ուզում է տեխնոլոգիապես Իրանը շատ ասենք ցածր պետություն լինել, բայց համենայն դեպս Իրանը հսկայական մարդկային ռեսուրսներ ունի, չէ՞, մարդկային ռեսուրսներ ունի եւ նաեւ կուտակված հսկայական հրթիռներ ունի, որ կարող է ցես օրերով խփել, ասենք 1 տարի ամեն օր, ասենք նման ձեր համար մղձավանջ կազմակերպի Իրանը, ասենք դուք համաձայն եք սրան, ասենք իմ հարցվածների, այսպես ասեմ, մոտ 80%-ն ասում են, որ սա չափազանց մեծ գին է եւ կառավարությունը պետք է մի քանի անգամ կշռադատեր անալիզ աներ, նոր ասենք Իրանն ու Համասը սրանք տարբեր բաներ են։ Նաեւ 20%-ը մոտավորապես իմ հարցվածները ասացին, որ այո, նրանք պատրաստ են սեփական տուն տալ, որ ասենք հրթիռն ընկնի իր սեփական տան վրա, ինքը մնա անտուն, բայց իր երեխաները այսուհետ ապրեն խաղաղ ու ազատ Իսրայելում։ Այսինքն մոտավորապես 100%-ը այսպիսի քիչ չէ։ հարաբերակցությամբ։ Այո, 20%-ը քիչ չէ։ Այսինքն բավականին մեծ, նու պատկերացրեք, մոտ չեմ ասում 200 հոգի հարցրել եմ, բայց մոտ 100 հոգու հարցրել եմ։ Մոտ 100 հոգու հարցրել եմ, այդ հարցն եմ տվել ընթացքում խոսակցությունների ժամանակ, որտեղ այսօր հանդիպումներ եմ ունեցել Ռամադգանի քաղաքապետարանի, Տել-Ավիվի քաղաքապետարանի, առողջապահության նախարարության աշխատակիցների հետ, փորձում ենք, ասենք, ստեղծել ենք այս փոքրիկ շտաբ, սա հայերի հետ կապ չունի, աշխատանքի բնույթից հետ է կապված, եւ ես ասենք կամա թե ակամա դառել եմ այդ շտաբի, ասենք, աջակիցներից մեկը, ու պարոն Այվազյան, մի բան էլ ասեմ, մարդիկ որ կորցրել են տուն, տեղ, ամեն ինչ կորցրել են, չէ՞, պատկերացրեք մարդիկ այսպես ցելոֆաններով, պարկերով այսօր շոր, գայնական պիտույքներ, կանանց համար հիգիենայի պարագաներ, այսպես տոպրակներով, պարկերով այսօր բերում էին մեր մոտ, որպեսզի ես ասենք մարդկանց կանչեի, տեղեկացնեի, որ մարդկանց կարողանայի, ասենք, եթե մարդիկ ցանկություն ունեն ինչ-որ թեկուզ ներքնաշոր փոխելու, ներքնազգեստ, հա, կանանց համար, աղջիկների համար, երեխաների համար, այդ ամբողջը, ասենք, կուտակել էինք մի մեծ սենյակում, որ մարդիկ կան, օգտվեն, չեք պատկերացնում ինչպիսի հոսք էր մեր մոտ այսօր, նման, ասենք, անհատ մարդկանց, որոնք ուզում են այդ մարդկանց, ովքեր որ տուն տեղ չունի, ոչինչ չունի, մնացել է անտուն եւ մնացել է դրսում, այդ մարդկանց օգնելու համար։ Լավ գործ է, պարոն Չեռնոմորյան, շատ կարևոր է։ Մեկ հարց եւս ունեմ, կրկին աշխարհաքաղաքականությանն է վերաբերվում։ Իսրայելում վերլուծական կենտրոնները, լրատվամիջոցները ընդհանուր առմամբ ինչ կարծիք ունեն տեղի ունեցածով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբարապնդում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում եւ ինչ փոփոխություններ կարող է տեղի ունենալ Մերձավոր Արևելքում, մեզ նաև հետաքրքիր է թե ինչպես սա կարող է ազդել նաև Ուկրաինայի վրա։ Այո, շատ շնորհակալություն հարցի համար։ Դուք հարցրեցիք, ուղղակի մենք շատ անդադ շեղվում ենք այս քաղաքականից շեղվում ենք դեպի բարոյահոգեբանական ասպեկտ, սա էլ դարձել է մեր կյանքի մի մասը։ Նախ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Իսրայելը իր դաշնակիցն է եւ Իսրայելի այս նեղ պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին ձեռք մեկնեց ու պաշտպանեց Իսրայելին եւ ապացուցեց, որ այս պարագայում Իսրայելը մենակ չէ, թեկուզ ողջ արաբական աշխարհի եւ Իրանի նման մեծ ախոյանի դիմաց։ Սա առաջինը։ Երկրորդը Ամերիկայի Միացյալ Նահանգները բոլոր արաբական եւ իսլամական աշխարհին ցույց տվեց, որ ինքը այս տարածաշրջանում լինելու է հզոր եւ թելադրող ուժ եւ նաեւ Իսրայելն էլ կոպիտ ասած լինելու է իր այսպես պատժիչ պետություն, հա, այն երկրները, որոնք որ ասենք որևէ կերպ ասենք հակա-իսրայելյան կամ հակա-արևմտյան կամ ավելի շուտ այս դեպքում հակա-ամերիկյան քաղաքականություն կորտեգրեն, ասենք հնարավոր է նաև հարվածների ենթարկվեն իրենց այդ երկու պետության կողմից։ Սա էլ է եւս հստակ մեսիջ։ Ինչ վերաբերում է
Ուկրաինային, այո, ցավոք սրտի Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ուշադրությունն այս դեպքում ավելի շատ սևեռեց Մերձավոր Արևելքին այս տարածաշրջանին եւ իր ողջ զենքն ու զինամթերքը այս պահին ուղղում է դեպի Իսրայել։ Ձեզ ուրեմն մի թիվ ասեմ, այսօր մինչև առավոտյան հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, ասեմ որ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները չի մասնակցել այդ հարվածներին, իսրայելյան օդուժն են տասնյակ ուղղաթիռներով եղել է օդում եւ ասենք միասին են հարվածներ հասել, այնպես չէ որ Իսրայելը մասնակից չի եղել եւ միայն ամերիկյան օդուժն է եղել օդում։ Ուրեմն մինչև 3 գիշերը 12-ը Իսրայելը Իրանում իրականացրել է 1000 մարտական թռիչք։ Այսինքն պատկերացրեք, եթե թեթև հաշվարկներ անենք, թե միջին ինքնաթիռը քանի տոննա, ուրեմն ռուսերեն պալեզնի նագրուսկա են ասում, հայերեն չգիտեմ, օգտակար զանգված, հա, օգտակար զանգված իր վրա ունի, ինչպեսի հզոր հարվածներ են հասել Իրանի այդ ստրատեգիական կենտրոններին եւ ցավոք սրտի երկու կողմի զոհերի եւ վիրավորների թվերն էլ նույնիսկ նորից օրինակ Իրանի կողմից ինչքան զոհեր կան 600 քանիս են ասում, կարծեմ 695, գուցե նաև շատ ավելի շատ են, որտեղ փլատակների տակ մարդիկ կան, մեր մոտ էլ ասենք վիրավորների թիվը ասում են այսքան, բայց օրվա կտրվածքով թիվը անընդհատ ավելանում է, որտեղ մարդիկ փլատակների տակ են, կամ մահանում են, կամ փլատակների տակից դուրս են բերվում, այսինքն այս թվերը հստակ չեն եւ մահացածների եւ վիրավորների թվով էլ ինչ որ միտեղ կարելի է ասենք իսրայելյան կողմին թեթև հավատալ, որովհետեւ այստեղ այդ մարդկանց առումով չեն ստում, ինչ 1000 զոհ կա 1000 են ասում, բայց ասենք նյութական վնասի թե ինչ օբյեկտներին են խփել, հարվածել իրանցիները, այստեղ իմ մոտ այստեն շատ լուրջ կասկածներ են առաջանում, որտեղ Քանի հերթիր է ընկել, պարոն Չերնոմորյան։ այսօր 11, 30 հրթիռից 11-ն ընկել է, այսինքն 1/3-ը ծագել են նման հրթիռային, ընդ որում Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հետն են Իսրայելին պաշտպանում, այսինքն ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ոչ էլ իսրայելյան հակաօդային պաշտպանությունը շատ ցածր էֆեկտիվություն են ցուցաբերել։ Հիմա նոր Եվ արդեն Իրանը կադրել է կադրեր այդ նոր հրթիռից։ Դե կադրերը չգիտեմ, մեզ նման կադրեր ցույց չեն տալիս Իսրայելում, ինչ վերաբերում է Ուկրաինային մոռացա անդրադառնալ, այո, Ամերիկան իր հազարավոր ռումբեր ու հրթիռներ օրական կտրվածքով մի քանի ինքնաթիռից այն ես լսում, որ վայրեջք է կատարում, ասենք Բեն-Գուրիոն օդանավակայանում, իհարկե Բեն-Գուրիոնին չեն խոցել, սա ֆեյք լուրեր են, որտեղ եթե Բեն-Գուրիոնին այս օրերին այնքան այդ AI-ով օգտագործած Բեն-Գուրիոնը ավիրված ինքնաթիռները այրված այնքան կեղծ լուրեր են հայկական լրատվամիջոցները տարածում, որ արդեն չգիտես ինչ անես էլի, այս որևէ ինքնաթիռ այսօր Բեն-Գուրիոնի գետնին կանգնած չկա, ոնց են այդ վիդեոները նկարել AI-ով ավիրված այրվող ինքնաթիռները Իսրայելի, ու ընդհանրապես Բեն-Գուրիոնին նման չի իրենց AI-ը, եթե արհեստական բանականությունն է նկարում, պարոն Չերնոմորյան, իրենք չեն նկարում։ Այո, ես գիտեմ, արհեստական բանականությամբ մի անգամ Հունաստանն է խնդրել, որ մի բան նկարեն, բեռնատար ավտոմեքենա էր նկարել արհեստական բանականությունը հին հունական դիցաբանության աստվածների հետ կապված փողոցում, ասենք, բեռնատար ավտոմեքենա էր նկարել, դրա համար գիտեմ էլի արհեստական բանականության հնարավորությունները, այդեն իդեալական չեն, որ հին Հունաստանում բեռնատար մեքենա է նկարում, այնպես որ նույնն էլ ասենք Իսրայելում կան նոր համակարգեր, երևի տեղյակ չեն Իրանում։ Դե հա, հնարավոր է եւ Ուկրաինայի հետ կապված ցավոք սրտի Ուկրաինան պետք է հիմնական իր ուշադրությունը դարձնի Եվրոպային եւ զարգացնի, ինչպես սկսել են տղաները լավ աշխատել, պետք է զարգացնի սեփական արդյունաբերությունը։ Միակ դա է Ուկրաինայի Ուկրաինայի մասով ելքը։ հարցս այն էր, թե այսօրվա տեղի ունեցածը միանշանակ կազդի նաև Ուկրաինայի վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադառնում է ոչ միայն Մերձավոր Արևելք, այլ նաև աշխարհում վերահաստատում է իր հզոր դիրքերը։ Դե ես անկեղծ ասած շատ այդպես չեմ մտածում, մեր մեջ ասած, որովհետև Թրամփի մոտ անձնական սիմպաթիաների հարց էլ կա։ Ասենք օրինակ Զելենսկու նկատմամբ Թրամփի վերաբերմունքը բոլորիս է հայտնի, թեկուզ այն սկանդալը, որ Սպիտակ տանը բոլորս ականատես եղանք, Թրամփը շատ հիշաչար մարդ է։ Մեկի հետ որ թարս եղավ, արդեն ամբողջ կյանքը այդ մարդու հետ չի ուղղվի եւ միշտ էլ իր քենը քշելու է, սա գիտեն բոլորը, եւ չեմ կարծում որ Զելենսկու հետ կապած այսպես մի օր
հանկարծ իր որոշումը, դիրքորոշումը ուկրաինացիների նկատմամբ փոփոխի եւ կոնկրետ զենք տա եւ այլն եւ այլն։ Այն զենքը, ինչ որ ուկրաինացիները ստանում են, կարծեմ Բայդենի ժամանակվա դեռևս ծրագրերն են, այլ ոչ թե նոր ծրագրեր են Այո, իր ճիշտ է։ ժամանակ։ Այնպես Շատ որ շնորհակալ ենք։ Ասեք ու ավարտենք։ այ ուզում եի հայկական համայնքի մասին էլ ասեի, պարոն Այվազյան, շատ կարևոր է։ Ես ուրեմն նույնց խորհուրդ կտայի օգտագործելով ձեր լսարանը բոլոր հայերին կոչ անեի թիկունքի ծառայության բոլոր կարգավորումները կատարել, ասենք հերոսություններ չանել, որովհետև այսօր ցանկացած բանի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե համեմատես Հեզբոլայի ու Համասի հրթիռները, Հեզբոլայի հրթիռները, սա արդեն կարծես թե անհնար է համեմատել։ Ու այս պարագայում դեռևս օտային ճանապարհ չկա, տարհանման խնդիրը բավական լուրջ է, այնպես որ կոչ կանեմ հայերին խնայել իրենց, լինել, ասենք, ռմբապաստարաններում եւ Աստված մեզ պահապան, աղոթենք, որ ասենք կոնկրետ հրթիռները մեզանից հեռու կմնեն եւ ասենք հայերը, զոհերը, վիրավորները այս պատերազմում չեն ունենա։ Որ երկրով կարելի է տարհանվել, ինչ ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանի իշխանությունը։ Եթե Հնարավոր է տարհանվել Եգիպտոսի եւ Հորդանանի ճանապարհով, շատ հայրենակիցներ կան, որ այդ ուղղությամբ անձնական նախաձեռնությամբ իրենց գնում են, ճանապարհը բաց է, ուղղակի ովքեր որ Հայաստանի քաղաքացիներ են, իրենց համար շատ ավելի հեշտ է դուրս գալ Իսրայելից, քան Իսրայելի քաղաքացիներին, որովհետեւ Իսրայելի կառավարությունը չի խրախուսում Իսրայելի քաղաքացիներին Եգիպտոսով Սինայով անցնել կամ Հորդանանով անցնել, հասկանում եք, որովհետեւ Հորդանանի բնակության էթնիկ բնակության 80%-ը պաղեստինցի է, 1500-ից ավելի պաղեստինցի փախստական կա եւ Եգիպտոսում էլ ասենք Սինայի թերակղզին է, որտեղով զենք են անցկացնում Համասին։ Հասկանում եք այդ թունելներով։ Այսքանը։ շատ շնորհակալ ենք, պարոն Չեռնոմորյան, այսօրվա զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Աստված մեզ պահապան։ Հաջողություն։ Կհանդիպենք։ Տեսնենք։